կնոջը խեղտամահ են արել, ձեռքերը և ոտքերը կապել, դեմքը փաթաթել կպչուն ժապավենով, մարմինը նետել գերեզմանների հարակից ձորը և ծածկել քարերով։ 2023 թվականի հունիսի 18-ին տեղի ունեցած դաժան սպանությունը, որը մեծ հանրային արձագանք էր ստացել, մինչ օրս շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում։ Սպանվել էր դերասան Տիգրան Նալչաջյանի 42-ամյա քույրը՝ Նվարդ Նալչաջյանը։ Ըստ քրեական գործի նյութերի, Նվարդ Նալչաջյանը համացանցում ծանոթացել էր մի երիտասարդի հետ։ Նրանք շփվել էին շուրջ 6 ամիս, սակայն հերթական հանդիպումն ավարտվել էր ողբերգությամբ։ Ավելի ուշ երիտասարդին մեղադրանք է առաջադրվել Նվարդ Նալչաջյանի սպանության համար։ Քննության տվյալներով կնոջը խեղտամահ են արել, նրա ձեռքերը և ոտքերը կապել, դեմքը փաթաթել կպչուն ժապավենով, ապա մարմինը նետել գերեզմանների հարակից ձորը և ծածկել քարերով։ Փորձեցինք նկարահանել դատական նիստը, սակայն մեղադրյալը հրաժարվեց թույլ տալ տեսանկարահանումը։ Դեպքի մանրամասների, դատավարության ընթացքի և ընտանիքի պահանջների մասին զրուցել ենք սպանված Նվարդ Նալչաջյանի եղբոր Տիգրան Նալչաջյանի հետ։ Դեպքը տեղի է ունեցել 2023 թվականի հունիսի 18-ին, որից հետո մոտ 6 ամիս, 7 ամիս նախաքննությունն է տեղի ունեցել ու արդեն 2 տարուց ավել, մոտ 2.5 տարի դատական նիստերն են տեղի ունենում։ Շատ անգամ ձգձգվել է մեղադրյալի փաստաբանների բացակայության պատճառով, իրենց չներկայանալու պատճառով, դրա համար սենց երկար է տևում։ Հիմա արդեն մենք մտել ենք հիմնական դատալսումների փուլ, որտեղ որ արդեն ապացույցներն են ուսումնասիրվում, վկաներն են հարցաքննվում, այսինքն արդեն հիմնական փուլն է, կամաց երևի ամիսներ անց կարծում եմ կմոտենանք վճռի հրապարակմանը, կմոտենանք ավարտին։ Ուրեմն դեպքի մանրամասները, սենց ասեմ, այն ժամանակ իհարկե մամուլում շատ մեծ արձագանք ունեցավ, հետո նախաքննության փուլում ես նախընտրեցի մի քիչ խոսել այդ մասին, որովհետև դե նախաքննության փուլը գործի վրա չազդելու, չխանգարելու եւ այլն այդ ամեն ինչից ելնելով ու նաեւ նրա համար, որ այս մասին խոսելը բնականաբար իմ համար շատ ծանր է ու դժվար, նաեւ իմ ընտանիքի համար։ Ուրեմն դեպքը տեղի է ունեցել շահադիտական դրդումներով եւ այլ հանցագործություն թաքցնելու, այսինքն երկու հատ ծանրացնող հանգամանք կա։ Եթե ես որակում տայի, ես եւս երկու ծանրացնող հանգամանք կավելացնեի, օրինակ դաժանությունը, առանձնակի դաժանությունը եւ նաեւ այս դեպքից օրինակ ես տեսնում եմ, իմ կարծիքն է սա, որ կանխամտածվածությունն էլ է, էլի, երևում թե ոնց է հանցանքը իրականացվել ու հետո հանցագործը ինչ վարք է դրսևորել, մարդասպանը ինչ վարք է դրսևորել սպանելուց հետո այդ ամեն ինչը դրա մասին է խոսում։ Իրենք մտերիմներ են եղել, մոտ 5-6 ամիս ծանոթ են եղել, շփվել են իրար հետ, մարդասպանը եւ քույրս, ու իրենց հանդիպումներից մեկի ժամանակ, որը որ տեղի է ունեցել մոտավորապես դե ես այդ տեղանքում չեմ եղել, չգիտեմ, Փարաքարի ու Մերձավանի ինչ-որ հատվածում, տարածքում, տեղի է ունեցել սպանությունը, որտեղ որ քրոջս խեղտամահ է արել, որից հետո փաթաթել է սկոչով եւ նետել է ինչ-որ փոսի ձորակի մեջ, որից հետո քարեր է լցրել վրան, ու մենք մոտ 3 օր քույրիկիս ման էինք գալիս, փնտրում էինք, մի անգամից հենց այդ օրը արդեն 1-2 ժամ ինքներս դե զանգերով բանով որ տեսնենք որտեղ կլինի, ինքներս տենց փորձեր անելուց հետո արդեն անմիջապես ոստիկանություն դիմեցինք։ Ես այդ ժամանակ որ լուրը իմացա հենց որ նկարանման հրապարակում էի գտնվում Երևանից դուրս կինոյի ու իր կոլեգայի կողմից քույրիկիս հետ աշխատող նամակ ստացա մեսենջերով, որ չի ներկայացել աշխատանքի, իսկ իր դեպքում տենց բան չի լինում, որտեղ ինքը 7 տարի տեղ աշխատելով երբևէ ոչ ուշացել է, ոչ բացակայել, շատ պարտաճանաչ էր հատկապես գործի հանդեպ։ Եվ տենց ես գործերս դադարեցրի, բնականաբար գնացի առաջին հերթին քրոջս տուն պտղնի, որպեսզի տեսնեմ կարողա տանն հեռախոսն անջատվել կամ ինչ-որ բան կամ լավ չի զգացել։ Տեսա, որ դարպասը դրսից փակ է, սեփական տուն էր էլի, դարպասը դրսից փակ է, բարձրացա դարպասի վրա, տեսա, որ մեքենան էլ տեղում չի, շներն էին նստած, որ ինձ տեսան, սկսեցին հաչալ։ Ինքը տենց մեծ քանակով նաև կենդանիներ էր պահում, էլի բարեգործական նպատակներով իր սեփական կացարաններն էր սարքել, իր հաշվին բուժում էր դրսի անօթևան հիվանդացած կենդանիներին ու պահում էր։ Ու հետո արդեն մոտ 3 օր անց, երբ որ արդեն սենց հյուծվել էինք, էլի փնտրելով գիշեր-ցերեկ չքնելով, 3 օր անց արդեն ոստիկանությունը հեռախոսի միջոցով կարողացավ գտնել, որովհետև սպանողը հեռախոսը վաճառել էր ու որին որ խառնել էր իր մտերիմներին, ընկերներին որպես միջնորդ, որ տանեն հեռախոսը վաճառեն, գումարը բերեն տան իրեն, տենց գործարք էին էլի արել, այդ ամեն ինչը վկաները արդեն պատմել են։
ու արդյունքում տենց հեռախոսի միջոցով գտնվեց, պարզվեց, որ նաև մեքենան ա քրոջս 3 օր շահագործել իրենց գյուղի փարաքարի տարածքում, նույնիսկ ընկերներն են նստել այդ մեքենան, կան ընկերներից, որ քշել են այդ մեքենան, այսինքն ինքը եղել է շատ սենց լավ հոգեվիճակում, սպանությունը կատարելուց հետո ինքը չի ընկճվել, օրինակ իրենք փորձում են ասել, թե իբր դա պատահական ա եղել այդ սպանությունը, բայց բոլորս էլ հասկանում ենք, թե պատահական մարդ սպանածը ինչ հոգեվիճակ կունենա, ենել երբ որ դա խոսում ենք տենց երիտասարդի մասին, կյանքի փորձ առանձնապես չունեցած երիտասարդի, չնայած այս դեպքում կյանքի փորձ չունենալը հարաբերական եմ ասում, ինչև այդ ինքը 2 հոգու դանակահարել է ու էլի քրեական գործ էր հարուցվել, որը կցվել է այս գործին։ Մի խոսքով, այսինքն կայուն հանցավոր վարկ դրսևորող մեկի մասին ենք մենք խոսում, ու նաև ես այս մասը ուզում եմ անպայման միշտ շեշտադրեմ, երբ որ ես կարճ մի քանի րոպեանոց մի տենց հանդիպում ունեցա դեպքի բացահայտման օրը, երբ որ ինձ կանչեցին Աբովյան քաղաքի ոստիկանություն, ես այնտեղ տեսա իր հարազատներին, սպանողի հարազատներին, հայրն էր, քեռին էր, մյուսներին չեմ ճանաչում, էլի մենակ այդ երկուսը գիտեմ, որ հայրն ու քեռին էին այնտեղ ու էլի 2-3 տղամարդիկ, կին չկար, ու մենք ունեցանք սենց կարճ խոսակցություն, իրենք պնդում էին, որ իրենց տղան չի սպանել, չէին հավատում, որ տենց բան կարող է արած լինի ու այդ հղումը չհավատալու անում էին նրա վրա, որ անհնար է ինքը մարդ սպանած լինի, որովհետև ինքը այդ ժամերին ու դա համընկնում է սպանությունից հետոյի ժամերին, էլի 9:30-ից հետո գնացել է իրենց խանութ ու շատ բարձր տրամադրություն ա ունեցել, շատ ուրախ ա եղել, ոնց կարող է հենց նոր մարդ սպանածը տենց տրամադրություն ուներ, սա արդեն խոսում է հանցավորի վարքի ու ցակի մասին։ Հենց որ շատ լավ հենց իրենք են էլի նկարագրել իրենց զարմանքը արտահայտելով, առ այսօր իրանց կողմից որևէ, տեսեք սենց գալիս ենք, իրենք էլ են ստեղ լինում, ճակատ-ճակատի ենք դուրս գալիս, առ այսօր մի հատ ափսոսանքի, ցավակցական, ներողություն, որևէ խոսք չի հնչել իրենց ընտանիքի կողմից, օրինակ ես ինձ եմ պատկերացնում, եթե իմ հարազատը իհարկե Աստված Եվրոպայի ու հնարավոր չի իմ հարազատներից որևէ մեկը տենց արարք գործի, բայց եթե պատկերացնենք ուղղակի մի պահ, որ տենց բան լիներ, ես իմ ամբողջ հեղինակությունը, իմ բոլոր հատկանիշները մի կողմ կդնեի, ես ամեն ինչ կանեի ներողություն խնդրելու, գոնե այդ մարդկանց բարոյապես ցույց տայի, որ ինչքան ցավ ենք մենք ապրում ու ինչքան ենք ափսոսում, որ սենց բան ա եղել ու լրիվ առանց պատճառի։ Ես որևէ սպանություն չեմ երբևէ խրախուսում կամ արդարացնում, ընդհանրապես կյանք խլելը դա ամենամեծ հանցանքն է, որ կարելի է անել, որևէ արդարացում չունի որևէ պարագայում, բայց օրինակ լինում են, չէ, դեպքեր, որ գոնե հասկանում ենք, թե ինչի է դեպքը տեղի ունեցել։ Ստեղ նույնիսկ դա չկա։ Ստեղ չկա ոչ վրեժխնդրություն, ոչ մի բան չկա։ Հետո դատաբժշկական փորձաքննությունը նաև ցույց է տվել, որ այդ ժամանակ եղել է պայքար ու քույրս ճակատային հոնքային հատվածում էլի հարված է ստացել, վնասվածք է ունեցել, քանի որ մարմինը 3 օր հետո են գտել շատ վատ վիճակում ու մենք փակ դագաղով ենք թաղումը ստիպված կատարել, արդեն շատ բաներ էլ հնարավոր չի եղել դատաբժշկական փորձաքննության ժամանակ ապացուցել, որ եթե թեկուզ 1 օր շուտ գտնված լիներ, շատ ավելի հեշտ կլիներ ինչ-որ բաներ ավելի շատ բան պարզել, էլի, բայց սա էլ է բավարար, մանավանդ բոլոր տեսակի փաստերը խոսում են այդ մասին, էլի, այսինքն այս դեպքի մեջ չկա մի հատ բան, որը որ կարող է ասենք մեղմացնի կամ արդարացնի հանցագործին, որևէ բան չկա։ Ուժողի եղբոր խոսքով քույրն ու երիտասարդը միմյանց ճանաչել են շուրջ 5-6 ամիս։ Դեպքից հետո ընտանիքը 3 օր շարունակ որոնել է Նվարդ Նալչեջյանին, մինչև իրավապահներին հաջողվել է բացահայտել հանցագործությունը։ 3 օր անց արդեն ոստիկանությունը հեռախոսի միջոցով կարողացավ գտնել, որովհետև սպանողը հեռախոսը վաճառել էր ու որին որ խառնել էր իր մտերիմներին, ընկերներին որպես միջնորդ, որ տանեն հեռախոսը վաճառեն, գումարը բերեն տան իրեն, տենց գործարք էին էլի արել, այդ ամեն ինչը վկաները արդեն պատմել են ու արդյունքում տենց հեռախոսի միջոցով գտնվեց, պարզվեց, որ նաև մեքենան ա քրոջս 3 օր շահագործել իրենց գյուղի փարաքարի տարածքում, նույնիսկ ընկերներն են նստել այդ մեքենան, կան ընկերներից, որ քշել են այդ մեքենան, այսինքն ինքը եղել է շատ սենց լավ հոգեվիճակում, սպանությունը կատարելուց հետո ինքը չի ընկճվել, օրինակ իրենք փորձում են ասել, թե իբր դա պատահական ա եղել այդ սպանությունը, բայց բոլորս էլ հասկանում ենք, թե պատահական մարդ սպանածը ինչ հոգեվիճակ կունենա, ենել երբ որ դա խոսում ենք տենց երիտասարդի մասին, կյանքի փորձ
առանձնապես չունեցող երիտասարդի, չնայած այս դեպքում կյանքի փորձ չունենալը հարաբերական եմ ասում, ինչև այդ ինքը երկու հոգու դանակահարել է ու էլի քրեական գործ էր հարուցվել, որը կցվել է այս գործին։ Նվարդ Նալչաջյանի հարազատները համոզված են, որ սպանությունն ունեցել է շահադիտական շարժարիթ։ Նրանց պնդմամբ դեպքից հետո անհետացել են նաև խոշոր գումարներ եւ արժեքավոր իրեր։ Մենք ոչ մի բան չենք արել, ոչ գնացել ենք կռիվ, ոչ իրենց տան վրա, ոչ որևէ տեսակի հարձակում ենք արել, ոչ վրեժխնդրության որևէ դրսևորում ենք արել, ամեն ինչ թողել ենք օրենքի արդարադատության վրա ու հույս ունենք, որ արդարադատությունը լիարժեք կհաղթի, ես կասկածել չունեմ իրականում։ Կան վկաներ, որոնք դեռևս չեն քննվել եւ ինչ պատճառներով։ Տեսեք, արդեն մոտ 10 հոգի ցուցմունք տվել են վկաներից ու կարծեմ 5 հոգի են մնացել, որոնք ոչ չէին ներկայացել դատարան ու դատարանը որոշում էր կայացրել, որ այսօր հարկադրաբար պիտի ներկայանան։ Հիմա տեսեք, հեսա նոր պիտի նիստը սկսվի, ես դեռ չգիտեմ կներկայանան թե չէ, եկել են թե չեն եկել, հեսա նիստը սկսվի արդեն կիմանանք այդ մասին, բայց վաղ թե ուշ պիտի գան, որտեվ դատարանը իրավունք ունի հարկադրանքի միջոցով վկաներին բերել դատարան։ Իսկ ինչ է կարծում, որ պատճառներն են, որոնք միգուցե վախենում են, չեն գալիս վկաները։ Կարծում եմ ուղղակի մենթալիտետի խնդիր է, մեր հայերը վկայություն տալ տենց չեն սիրում, ասում են դե շարից փորձանքից հեռու ինչներիս է պետք գնանք խոսենք բան, բայց քանի որ արդեն գործում ներառված են, ես հասկանում եմ այդ մարդկանց, պարզ է, իրանք սենց գործի մասնակից չեն, էլի, որպես իրենք հանցագործության մասնակից չեն, իրենք ուղղակի վկա են, ասենք մեկը հեռախոսի վաճառքի հետ է ինչ-որ առնչություն ունեցել, մեկը կարող է այդ մեքենան օրինակ շահագործել, չգիտեմ, սենց առանց իմանալու էլի ամենակարևորը, այսինքն օրինակ այն տղաները, որ այդ մեքենան նստել են, քշել են կամ այն տղաները, ովքեր որ հեռախոսի վաճառքի մեջ են ներառված եղել, իրենք սպանության մասին տեղյակ չեն եղել, ինքը դա ներկայացրել է որպես նորմալ հեռախոս է, տարեք ծախեք փող աշխատենք, այդ վիճակով է եղել։ Շատ լավ, իսկ ինչ ակնկալիքներ ունեք այսօրվա դատից։ Հենց այսօրվա նիստը պիտի լինի այդ վկաների հարցաքննությունը, ովքեր դեռ չէին ներկայացել, մեկ էլ կալանքի հարցն է քննվելու էլի, այսինքն նորից կերկարացվի թե չէ, բնականաբար սենց հանցագործության դեպքում ակնկալում եմ, որ միայն ու միայն պիտի կալանքը երկարացվի էլի, այլ տարբերակ բնականաբար չենք դիտարկում։